Ջեմերն այստեղ ինչ հետարքիր հոտված է, ուրեմն նա ինչ ասում։ Գիտնականները պարզել են, որ մարդու ծերացման գաղտնիքը նրա տված էներգիայի քանակի մեջ է։ Երբ մարդ դիմացի մարդուն տալիս է էներգիա, անկախ նրանից դա բացասական թե դրական էներգիա է, մարդու օրգանիզմում ակտիվանում են ծերացման պրոցեսները։ Այսինքն ծերացման գործընթացը ավելի արագ ընթանում է եւ շատ բարի մարդկանց մոտ, եւ շատ չար մարդկանց մոտ։ Դուրս է գալիս ըստ էս հոտվածի մաման անմա։ Այդ ոնց է ստացվում որ։ Շատ պարզ։ Վերցնենք մամայի բարևը։ Ինքը միշտ ասում է բարև անարժաններ։ Անարժաներ բարի մեջ պարունակվող բացասական էներգիան զրոյացնում է բարև բարի մեջ պարունակվող դրական էներգիան։ Դուրս է գալիս մաման ոչ մեկին էներգիա չի փոխանցում։ Բարև անարժան։ Բարև իմ անմահ մայրիկ։ Վարդան ինչ ես երջանիկ ապուշի դեմքով վրաս նայում։ Տեսար, երջանիկ ապուշ, էլի զրոյացրեց։ Ինչ զրոյացրեց, ինչեր ես խոսում։ Լավատեսական պրիվետ։ Իշքան դրական էներգիա, այնքը շուտ է մեռնելու։ Не дождётесь, ёшики։ Ես ամուսնանալու եմ եւ ապրելու եմ երկար եւ երջանիկ։ Իմիջիայլոց հենց դրա համար էլ ձեզ այստեղ եմ հավաքել։ Եվան եւ ես նշանակել ենք մեր ամուսնության օրը, հունիսի 23-ին։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր թվերի մագիա կա դրա մեջ։ Եվան այդ օրը դառնում է 23 տարեկան եւ մենք ամուսնանում ենք այդ նույն օրը, հունիսի 23-ին։ Представляешь? Ասեք հետաքրքիր է։ Արկադի, ես շատ ուրախ եմ, որ քո ամուսնանալու փաստի մեջ գոնե ինչ-որ մի հետաքրքիր բան կա։ Իսկ ինչ հետաքրքիր է, թե ամուսնանալուց հետո դուք որտեղ եք ապրելու։ Հա, իսկականից որ։ Ես աշխատավարձ եմ ստանում 2 աղբոր ու մի հատ փնթի երեխու համար։ Իսկ եթե դու Եվայի հետ գաս տե ապրես, էդի նշանակում է ավելանում է մի հատ կին, ու դեռ պարզ չի, հետո քանի հատ փնթի երեխա է ավելանում։ Ձեր բոլոր հեգնական եւ թարախ հարցերի պատասխանը այստեղ է։ Եվայի փոքրիկ օժիտն է։ Շքամ ատեղ։ $1 միլիոն։ Շքամա, 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 շքամա։ Հաջիկ, որ խնդրեմ ինձ մի բաժակ ջուր կբերես խոհանոցից։ Ինչի մամ ջան, այդ որ մի միլիոնատերն ա քո համար ջրի վազել։ Ես ուրիշ բան եմ առաջարկում։ Հիմա մենք բոլորս միասին կգնանք խոհանոց, ձեզանից մեկը ինձ համար սուրճ կդնի եւ մենք կքննարկենք իմ հարսանիքի հարցերը։
Պետք չի սուրճ, նստեք հանգիստ խոսենք։ Ես ուզում եմ, որ իմ հարսանիքը լինի ավանդական հայկական հարսանիք։ Եվ այդ ավանդական հայկական հարսանիքս մտածում եմ անցկացնել Վարդանի ռեստորանում։ Վայ, ես քո մտածելակերպին մերնեմ, իմ մեջտը դալալ աղբեր։ Սեղանները պետք է լինեն ճոխ։ Սևիկրա, 20 տարվա կոնյակ, ասետրինա։ Ասետրինան պետք է լինի իսկական ռուսական ասետրինա, այլ ոչ բարձր ինքնագնահատականով հայկական տալստալոբիկ։ Սաղ քո ուզածով կլիաձիկ ջան մի մտածի։ Մամուլքին դուք զբաղվես հրավիրատոմսերի տպագրմամբ, տառոսիկների պատրաստմամբ և սրահի ձևավորմամբ, մի խոսքով այն ամենով, ինչ անիմաստ թանկացնում է հարսանիքը։ Եղավ տղաս, ես այդ բոլոր հարցերը կլուծեմ։ Իսկ դու Ջեմա, հարսանիքի վերջում, երբ որ բոլորը արդեն լավ հարբած կլինեն, կմոտենաս հարսի բարեկամների սեղանին, կբզես մեկին ու մի հավեսով կռիվ կսկսես։ Կռիվ ինչի համար։ Մամուլքին, դու ուշադիր չես լսում, ես ասացի, որ ուզում եմ հայկական, ավանդական հարսանիք։ Կռիվը պետք է լինի դասական, հայկական հարսանիքի կռիվ, որ բոլոր հարվածները կպնեն բաժանողներին։ Ու անպայման մեկը պիտի լինի, որ այսպես գրպանախառը ճղված լինի սառոջկան։ Ու այդտեղ պետք է մի հատ չաղկին լինի, որը բոլորի վրա գոռա. «Դե ամոթա վայրենիներ, խայտարակարեցիք»։ Adzիկ ջան, հանգիստ։ Ես կհետևեմ։ Ամեն ինչ քո ուզածով կլինի։ Adzիկ աղբեր, բայց հայկական հարսանիքի համար մենակ կռիվը հերիք չի։ Մի հատ էլ ժամը 12-ից հետո պետք է սալյուտ խփես, որ սաղ արթնանան ու իմանան, որ արեշցի աջիկն է ամուսնանում։ Հա, բան ես ասում։ Ես էլ սալյուտի փողը։ Եվ մի հարց ևս, ով է սպասարկելու հարսանիքը։ Այսինքն ով է սպասարկելու։ Վրդո, այդ ռեստորանի մատուցողները ես և Եվան ենք։ Ստացվում է, որ հարսանիքի օրը ռեստորանի բոլոր մատուցողները ամուսնանում են։ Ով է սպասարկելու հյուրերին։ Թե ուզում ես Եվան հարսի պարը պարելուց համել քյաբաբ մատուցի հյուրերին։ Հասկացա, ես հենց այսօր կզբաղվեմ նոր մատուցողների հարցով։ Մոտդ մարդ կուղարկեմ, դու իրան կմցնես գործի մեջ, մի հատ մեծ ծավալի կբացատրես, որ համ հետո ռեստորանում աշխատի, համ էլ հետո հարսանիքը սպասարկի։ Կարգին սերիալ։ Կարնեն, ինչ որ խնդրեմ մի վարկան դուրս կգաք։ Ադիկ ես, ինչ ես, դու այսօրվանից կարաս ինձ ուղղակի Կարնեն ասես։ Մեծ հաճույքով, բայց ինչի տենց վդրուկ։ Բացատրեմ, ես քեզ խոսք եմ տվել, քավոր կանգնեմ ու կկանգնեմ։ Եվ մայրենի մաշտոցատար Ռայբուբենի երկրորդ տարը որն էր։ B։ Օջախի տարչի, բայց դե մի ինչ արած։ Եվ B, դու ամուսնանում ես Աշոտ Տեր Աբրամյանի աղջկա հետ, այսինքն մտնում ես էլիտար խավի մեջ։ Ու ես ուզած պետք է վերաբերվեմ քեզ որպես հավասարը հավասարի։ Պարզա, դե ուրեմն պայմանավորվեցինք։ Կարնեն ջան, հարսանիքը հունիսի 23-ին է։ Արա, հետո ազգային ժողովի նիստի եմ, բայց մի բան կմտածեմ։ Ես ոնց որ հարազատներիս ոմակը փողերիս վրա աչք ա դրել։ Ես որ ես փողերը տանը թողեմ, հետո ումից ուզեմ։
Կրիատիվ գովազդի վերջին ասպետներ։ Ես ինչ գործի եք։ Համեցի Հացիկ ջան, համեցի հետներես մի կտոր հաց կսի, սոված կլնես։ Ես։ Սոված։ Ես արդեն մի միլիոնով չես զարմացնի, հա։ Չէ, Հացիկ ջան։ Ուղղակի մենք հասկացել ենք, որ երջանկությունը փողի մեջ չի։ Հաստորեն անիմաստ է ձեզ իմ հարսանիքի նկարանումները պատվիրել։ Չէ, ինչու։ Մենք զբաղվում ենք գովազդով։ Իսկ հարսանիքը նույնպես գովազդ է։ Ապագա ընտանիքի գովազդը։ Հարսանիքն էլ գովազդի պես թանկարժեք է ու խաբուսիկ։ Okay։ Չէ, Հացիկ ջան։ Հիմա մեզ մոտ փողային հարցերով զբաղվում է բացառապես հալալը։ Բարը ես քո ցավը տամ հալալ։ Այ հորս արև։ Արկադի, դու այդքան գումարը հետդ ես ման տալիս։ Արկադի, դու գումարը պետք է տանը թողնեիր, չէ՞ որ ճանապարհին կարող էին գողանալ։ Հավատակ հողը տնից հալինում։ Լավ, արի հիմա փողը տանենք բանկ։ Բանկում էլ ապահով չի։ Իսկ բանկը ինչով քեզ դուր չի գալիս։ Բա որ փողերը փոխվեն։ Այսինքն փոխվեն։ Դե ոնց 90 թվին սովետական ռուբլին փոխեցին հայկական դրամով։ Արկադի, դա անհնար է։ Ինչպես կարող է չլինի դոլար։ Այ, հենց նույն ձև համոզված են մեր ծնողները։ Ինչպես կարող էր չլինել ռուբլին։ Լավ, Արկադի, ես հիմա պետք է դուրս գամ, դու մի 2 ժամ առանձին սպասարկիր։ Լավ։ Իմ հաշիվը կբերեք։ Ես ինչ կոպեկներ են։ Թեյավճարն է։ 300 դրամ։ Դե հաշիվը 3000 էր, 10%-ն էլ թեյավճար։ Օպերասիոն, ես տնից դուրս գալուց մինիմում $1 միլիոն ձեռի ծախս եմ վերցնում։ Ճիշտ են ասում էլի, փողը փող ա բերում։ Պարտի սերիալ։ Ոնց ես Մալվինա ջան։ Ես ոնց է ինձ հիշել ես։ Գործս քեզ ա անգել ցավը տանում։
Գիտեմ ես քո գործը, ուզում ես էլին։ Քեզ անգամ լրիվ ուրիշ բան է։ Մեզ անգամ ես ու դու adzիկին։ Վրդո, բայց ես այդ կուկլաչովի կատվի դեմքով աղբորը թե չեմ ուզում։ Արա չէ, քեզանից լրիվ ուրիշ բան է պահանջվում։ Արի բարձրանանք վերև բացատրեմ։ Ես ասում եմ մի հոգի։ Ձեր դեմքը ինձ ծանոթ է, օրիորդ։ Եթե չեմ սխալվում, դուք Վարդանի հին ծանոթներից եք։ Մալվինա, ճիշտ եմ հիշում։ Ճիշտ ես հիշում։ Բայց ինչ կա մեր կողմերը։ Ես փողա կպել որոշել ես ռեստորանում ֆրֆռաս։ Չէ, որոշել եմ ռեստորանում ֆրֆռան, որ փող կպնի։ Չհասկացա։ Վարդանը ինձ որպես մատուցող գործի է ընդունել քո փոխարեն։ Ահա, թե ինչ։ Վարդանը ինչպես միշտ իր ամբլուայի մեջ է։ Բայց ես վախենում եմ, որ քո կարճ զգեստը տեսնելուց մեր հաճախորդների ուտելու ախորժակը կփակվի եւ կբացվի մի այլ ախորժակ։ Քո դեմքը տեսնելուց իրանց ուտելու ախորժակը չի փակվում, իմ կարճ զգեստից է փակվելու։ Հուսով եմ պատվերը վերցնելուց առանց տառասխալների կգրես։ Ինչի համար։ Ինչի՞ չէ, ում, մեր խոհարարի համար։ Ինչի ձեր խոհարարը դպրոցը ոսկե մեդալով է ավարտել։ Լավ, ծանոթացնեմ գործի հետ։ Առաջինը ոչ մի ծամոն։ Երկրորդը, հաճախորդին մոտենալիս անպայման պետք է ասես բարի գալուստ Վարդանոց ռեստորան։ Լավ, անցնենք պրակտիկ պարապմունքների։ Բարև ձեզ, բարի գալուստ Վարդանոց ռեստորան։ Հապեր։ Մի քիչ վերև նայի, պատվերը այս մասից են վերցնում։ Կներեք, ուրեմն գրեք։ Հալալ, արի խմենք։ Ես ուզում եմ խմել մեր վերագտնված ընկերության կենաց։ Ամենակարևորը այս կյանքում մարդկային հարաբերություններն են։ Իսկ մնացածը իրան կգա ու կգնա։ Թող մեր ամենավատ սեղանն էլ այս սեղանը լինի։ Համաձայն եմ Զուլան ջան, բայց սրա ինչն է վատ սեղան, որ էսի լիություն է։ Վատ սեղանը հետ են եկեղեցու բազման սեղաններ, են որ սաղ իրար հերելում էին, էլի երկրորդ շարքից ասում եմ Հալալ։ Արի վատ բաներ չհիշենք, խմենք։ Արա ես գուցավ։ Ինչ վատ է, մամա ջան։ Մալվինա, քեզ ինչ պատահեց։ Չես տեսնում, խեղդվում եմ։ Գոնե այդ
այդ հաուպը մի արա, տեսնում ես թթվածին չկա, դու էլ հաուպ ես անում, սաղ ներս ես քաշում։ Ինչ ես կանգնել, այդ դիպլոմատը դիր արի ինձ մի բանով օգնի։ Տենց բուժօգնություն կանայք են մարշրուտկայում ցույց տալիս։ Բա ինչ անեմ։ Էս վերևի կոճակս արձակի։ Ինչի համար։ Չես տեսնում, ծանր եմ շնչում։ Այդ վերևի կոճակդ որ արձակեմ, ես էլ կսկսեմ ծանր շնչել։ Դե ուրեմն արհեստական շնչառություն արա։ Եղավ քեզ պացիենտ ջան։ Եվան որ դա տեսնի, իսկ կմիացնեն արհեստական շնչառության ապարատին։ Ինքը ուշուի 7-րդ դան ունիս, նայես։ Լավ, գոնե ձեռքերով սրտի մասաժ արա։ Այս հարսանիքի ապրեկն եմ բերել, դուք մի շեղվեք։ Արա, այս ինչ անհարմար տեղում ա գտնվում կանան սիրտը։ Այս հարսանիքի ապրեկը փչացած էր, դուք մի շեղվեք։ Ոնց ես արդեն դզվեցիր։ Մարդկո հույսին մնա կմեռնի։ Լավ, ես արդեն պետք է գնամ։ Դու այստեղ մի քիչ հավաքի ու կարող ես արդեն գնալ։ Բացելուց առաջ մի հատ պարս և միաժամանակ հանճարեղ։ Այստեղ մի հատ պարզ ու ոչ պակաս հանճարեղ եղավ քեզ Ազիզ ջան։ Երբ այդ Մալվինան եկավ ռեստորան, ես գլխի ընկա, որ մի բան այն չի։ Իսկ երբ նրա ուշքը իբր գնաց, ես հասկացա, որ այս ամենը խաղ է եւ արեցի իմ քայլը։ Ինչ ես կանգնել, այդ դիպլոմատը դիր արի ինձ մի բանով օգնի։ Գիտես վրդո, դու ինձ միշտ մեղադրում էր այն բանի համար, որ ես նախանձ եմ, դրա համար էլ անհաջողակ եմ։ Բայց արի ու տես, որ հենց ես ունեցա $1 միլիոն, դու դարձար ինձնից նախանձ եւ փորձեցիր այդ գումարը խաբեությամբ խլել ինձնից։ Մեծ փողերով կարելի է ստուգել, թե ինչպիսին է մարդը։ Օրինակ, պարզվեց, որ դու էլ կարող ես նախանձ լինել։ Բայց ես քեզ չեմ մեղադրում։ Այսքան ժամանակ դու կիսել ես ինձ հետ քո տունը, կիսել ես Արամիկիս հոգսը, և հիմա երբ ճակատագիրը վերջի վերջո ժպտաց ինձ, ես ուզում եմ իմ հաջողությունը կիսել քեզ հետ։ Այս փողի կեսը քոնն է, վերցրու, և անից կհասկանա։ Կներես ինձ ադիք, ինձ փող պետք չի, դու ճիշտ ես, ես կեզ ուղղակի նախանձեցի։ Արա
նրա հալալ ժուլալի վրա հետ ծիծաղում գլխիս եկավ։ Որդոջան։ Ես ասում եմ մի օգի։ Բացելուց առաջ մի հատ պարս և միաժամանակ հանճարեղ։